Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախ այդ հարցի մասին կաթողիկոս նշանակելու է, որ վարչապետը իր հոմաշկերու 10 օրոքում ընտրի, դա իմ կարծիքով բոլորովին պես կվարճում չի, օրինաց չի, պայազնության կամ չի, սա իմ ժայից է ասում, նա ամենական եկեղեցին, ամենական եկեղեցու որներ են նստակ մեկին մեկ պետության գրուխը։ Իհարկե նա երկու կարևոր արքեպիսկոպոսներին նշանակում է կառավարության առընթեր խումբը։ Այդ դա է, այսպես չի փոխում ուղղակի, այս դեպքում ինքը ուզում է այդպիսի ճանապարհորդել, ինչ վերաբերում է այս ծնկացի, նույն մի քիչ գուցե ոչ պոպուլյար բան ասեմ, բայց ես այս փաստաթուղթը թարգմանել եմ միջազգային կառույցների դիմելու իմաստը չեմ ասելու, որտեղ դրանից օգուտ չկա, վնաս կարող է ունենալ։ Հասկանալի է, որ միջազգային կառույցները աչք են փակել այդ ամենի դեմ, որով քանի դա Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանը իրենց օրակարգի առաջ որոնում։ Փոխարեն է, երբ որ արդեն Նիկոլ Փաշինյանը իր խոստացած այդ բաները կատարի եւ ակնկալի այն փշրանքները, որ միջազգային հանրությունը դրա դիմաց գիտա, միջազգային հանրությունը անգամ դրանք չի տանում։ Վկայակոչելով հենց այս փաստերը, որ մենք այսօր իրենց ներկայացնում։ Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեն, էլի են այդ ամեն ինչը անելու, պարզապես ես չեմ հասկանում, թե ինչ կարիք կա անելու մի բան, որի դրական արդյունք ակնկալելը այս բանի իմաստ չունի։ Առավել ևս, որ սա մեր եկեք պարզ խոսենք, սա առաջադեպի մեր երկրի, մեր հասարակության գործն է առաջին հերթին։ Եվ այդ առումով այս գործընթացը շատ կարևոր է համարում եւ հաջորդած, եթե ժամանակային չկա, այս այցում է ծայացնելու, տեսեք հաղորդումը տեսեք քաղաքական խնդիրը իրավական, միայն իրավական գործիքակազմով լուծել հնարավոր չի լինում, սա պիտի լինի օժտել ինչ-որ բան։ Հայաստանի իշխանությունները մտահոգված չեն այս ամենից, միակ բանի որ նրանց մտահոգում է, որ նրանց ուշանում է, դա ժողովուրդն է, ժողովրդից է միակ։ Եթե ժամանակը թույլ է տալիս, ես չգիտեմ տեխնիկապես հնարավոր է թե չէ, կարելի է այս փաստաթուղթը շարադրել շատ կարճ անհրաժեշտի, ներկայացնել հանրությանը կետ առ կետ, շարքային քաղաքացիներով ամիջով առավելագույն թվով ստորագրություններ ուզելով։ Մի քանի հազար, մի քանի տասնյակ հազար, նախ նա այս համագործակցությանը համախմբերի վերացուցիչ քայլ կլիներ, եւ երկրորդ վստահ է, որ ինչքան շատ ստորագրություններ լինեն դրա տակ, այնքան ավելի ծանրակշիռ է դառնալու այս փաստաթուղթը։ Այսինքն սա կլինի եւ այս փաստաթուղթը ծանրակշիռ դարձող հանդիպում եւ կլինի ավելի այսպես դահլիճային ֆորմատից դուրս գալու, ուժերը համախմբելու, կոնսոլիդացնելու ուղղված ինչ-որ կա։ Կարծում եմ, ես հասկանում եմ, որ այդքան երկար ժամանակից չկա, այդ էհա չեմ ուղղակի, այդ տեխնիկապես էլ մանրամասնորեն չեմ պատկերացնում, դա ինչպես է լինում։ Բայց կարծում եմ, որ դա ուժեղացնի սրա ազդեցությունը, շատ էհապես ուժեղացնի սրա ազդեցությունը, առավել ևս որ կան լրատվամիջոցներ, իվերջո այս այն խնդիրն է, որ անկախ ուժերի քաղաքական հայացքներից, սա քաղաքական դաշտի 90%-ին հուզող եւ համախմբված կարող է լինել։ Դրա համար կարծում եմ, որ այս հարցի շուրջ քաղաքական դաշտի նրանց պոտենցիալի եւ հասարակության համախմբումը